Ջուրեր, մեր մեծ հանդեսին, ուսուցիչներ մեր, բարի ու ջերմ, ողջույն ձեզ քույրեր, մայրեր աշխարհի, մեր մանուկների պաշտպաններ բարի։ Անշուշտ մեզ ճանաչեցիք, այո, 60 դպրոցի 4-րդ A դասարանի սաներն եք։ Այսօր այս բեմում կանգնած ենք մենք, արդեն 4-րդ դասարանի սաներս, այսքան ջերմ և հարազատ դեմքեր ենք տեսնում։ 4 տարի առաջ էր, երբ հնչեց առաջին զանգը, ու մենք սրտի անսովոր թրթիրով, մեր մանկական խաղերը դեռ չմոռացած մտանք դպրոց։ Այսօր այս 4 տարիները միակնթարթ են։ Ամենուրեք զգացում ենք անան շունչը, և մենք զմայվելով նորահարս տարերի գեղեցկությամբ, լավար սրճումների բարեհաճույն ջրվողինով, այցելում ենք դպրոց և օրեցօր զինվում նորանոր գիտելիքներով։ Մեր սիրելի ուսուցիչների շնորհիվ մեր առջև բացվում են նոր ճանապարհներ, իսկ նրանց շնորհիվ մենք այսօր ավարտում ենք 4-րդ դասարանը։ Մենք այսօր ձեզ կներկայացնենք այս 4 տարվա ընթացքում ստացած գիտելիքների շղթան, որքան շատ բան եք մենք սովորել, և այս ամենի համար ջանք ու եռանդ չեք խնայել դուք, սիրելի ուսուցիչներ։ Դե սկսեցինք։ Սի 4 տարին շատ բաներ մտցան, երբ ատոզգացի լավ էրկեներ ունեցան, ուսուցիչներ սրտացան, պոկատան ու շատ բարի։ Դե սկսեցինք։ Արդյոք ինչով եք կյանք գեղեցիկ, մանուկներով եք կյանք գեղեցիկ։ Աշակերտներով, լավ ընկերներով, գեղեցիկ են, մեր ծնողներով, զարմանահրաշ մայրական սիրով, գեղեցիկ են, բարի անձերով, բարի խոսքերով, հուշարձաններով և ճերմակահեր նաև ազդեցիկ ծերուկներով է կյանքը գեղեցիկ։ Գեղեցիկ են մեր կրթօջախով, մեր տնօրենով, մեր շատ սիրելի ուսուցիչներով, այս գարունով է կյանքը գեղեցիկ։ Մանուշակներ ոտքերիս, ուշրաններ ձեռքերիս, ու վարդերը այտերիս, ծնծաղի դպրծքիս տակ, ու երկինքը հոգուս մեջ, ու արև աչքերիս, ու աղբյուրները լեզվիս, զարից իչա ես քաղաք, ու քայլեցի քայլալով, ու շաղ տալով մայթերին, մանուշակներ, ու վարդեր, ու շուշաններ ձյունաթույր, ու մարդիկից տեսնելով, իրենց հոգնած աչքերին, տեսան ուրիշ մի աշխարհ։ Ողջույն բոլորին, ես տեսնում եմ այստեղ տոներ և ինչ-որ մեկն ինձ է կանչում։ Այո, այսօր մեր գեղեցիկ գարնանային ավարտական միջոցառումն է, այսօր մենք ավարտում ենք 4-րդ դասարանը։ Գարնանային, դե ինչ, ես արդեն այստեղ եմ։ Ինչ լավ է որ դու եկար, և գեղեցիկ գույներով, ծաղկի բուրմունքով ավելի տոնակար դարձրեցիք այս տանիքը։ Շնորհավորում եմ ձեզ, այս հիանալի տոնի արդիվ։ Դուք ձեր սիրելի կրթօջախում 4 տարի շարունակ ձեր սիրելի ուսուցիչների բարի շիպի ներքո ստացել եք գիտելիքներ։ Դուք հասցրել եք սիրել այս վայրը և ձեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Ցանկանում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բազում վերելքներ։ Դե ինչ, իմ պարտքն էր դա, որ բնությունը նորից զարթոն կապրի և ձեր միջոցառումն էլ կայանա։ Ես ինձ հետ այնքան ծաղիկ եմ բերել, նվիրեք ում ուզենք։ Ես մայրիկիս կնվիրեմ, բայց մենք երկու մայրիկ ունենք, ճիշտ է, մեկը տանը, մեկն էլ դպրոցում։ Ուրեմն եկեք սաղքեփունջերը նվիրենք նրանց։ Իսկ այստեղ մեր երկրորդ տանը դու ես եղել որպես քաղցր, իմ լավ ուսուցիչ։ Թույլ տվեք մեր երեխեքի խոսքն ասելու ձեզ, սիրելի ուսուցիչներ։ Մեր սիրելի ուսուցիչներ, անսահմանորեն շնորհակալ եմ ձեզ այս 4 տարիները մեզ հետ անցկացնելու, մեզ ջերմացնելու, մեզ որպես ու կանչելու համար։ Այս ընթացքում ենք հասկացան, որ ամենակարևոր երևույթը դպրոցում ամենասոցիալով առարկան ամենալավ կենդանի օրինակ ամբողջանում է ձեր մեջ։ Մի առիթով Դմիտրի Մենդելեևն ասել է.
Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։ Հուսով ենք, որ դուք մեզանով հպարտանալու դեռ բազում առիթներ ունենաք։ Եթե դու մի ծաղիկ ես սիրում, միակ, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում, և դու ասում ես քեզ. այնտեղ, ինչ որտեղ ապրում է իմ ծաղիկը, բայց եթե գարնուկը ծաղիկ ուտի, այդ նույնը կլինի։ Եթե բոլոր աստղերը միանգամից մարեն, իսկ դա ձեր կարծիքով կարևոր չէ, գիտեք, իմ վարդը։ Ես նրա համար պատասխանատու եմ, իսկ նա այնքան թույլ է և այնքան պարզամիտ, նա ընդամենը 4 ողջույն փուշ ունի, նա չարից պաշտպանվելու ուրիշ ոչինչ չունի, բայց ահա որքան ժամանակ է մտածում եմ, թե ինչու է այդպես, ապա նայեք, նա այդքան էլ գեղեցիկ չէ, բայց ինձ համար նա ամենագեղեցիկն է։ Միայն սիրտն է սրա պես, փոքրիկ իշխան։ Միայն սիրտն է սրա պես։ Այո, փոքրիկ իշխան, ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել։ Աշխարհում այնքան վարդեր կա, և բոլորը միմյանց նման, բայց ահա քո վարդը նման չէ աշխարհի ոչ մի վարդի, որովհետև դու ընտելացրել ես նրան։ Պատահական անցորդը նայելով քո վարդին կասի, որ նա ճիշտ և ճիշտ 100 հազարավոր վարդերի նման, բայց քեզ համար մենակ նա ավելի թանկ է, քան բոլոր վարդերն աշխարհում։ Չէ՞ որ նրան և ոչ թե մնացածին էիք դու ամեն օր ջրում, նրան և ոչ թե մնացածին էիք ավագերով ծծկում, քամուց պաշտպանվելու համար նրան էիք շիրմայով առանձնացրել, նրա համար դու սպանեցիր բոլոր թրթուրներին և միայն 2-3 հատ թողնեցիր որդի թելները։ Դու լսում էիք, թե ինչպես են ադրվում և ինչպես են ապրում։ Արդեն դու լսում էիք նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր, նա քոնն է։ Այո, դա այդպես է։ Ահա քո կատարած բարի գործը, միգուցե այդ վաղ ու չորացած լիներ, եթե դու չսիրեիր, չխնամեիր ու չփայփայեիր։ Իսկ եթե յուրաքանչյուրն այս մոլորակի վրա քեզ նման բառ, պատկերացնում ես, որքան ծաղիկներ կփրկվեն կործանումից։ Շատ փոքրիկ սիրտ ունեմ։ Տատիկս ասում է, որ սիրտը չպետք է դատարկ մնա։ Դատարկ սիրտը դատարկ ծաղկամանի նման է, և այն կարող է ցավ պատճառել մարդուն։ Ահա թե ինչու երկար ժամանակ եմ մտածում եմ, թե ով նվիրեմ իմ այս փոքրիկ սիրտը։ Ուզում եմ նվիրել այն մարդուն, որին բոլորից շատ եմ սիրում։ Նրան, ով իսկապես արժանի կլինի իմ այս փոքրիկ ու մաքուր սրտում ապրելու։ Սիրտը բարի ու ազնիվ մարդկանց տեղն է, այն է մշտական տեղը։ Այո, սիրտը շարժ չէ, որ գան 2-3 օր ապրեն ու գնան։ Սիրտը մայրիկիդ նվիր, մայրիկիդ անմնացորդ նվիրիր։ Ճիշտ ես ասում, այդպես էլ կանեմ։ Սիրտս ամբողջովին քեզ եմ նվիրում իմ քնքուշմերի։ Բայց մի րոպե, այնտեղ դեռ տեղ կա։ Հիմա մայրիկս հեշտ ու հանգիստ տեղավորվել է իմ սրտում։ Բայց հասկում եմ, որ այնտեղ դեռ ահագին տեղ կա։ Սիրտը նաև հայրիկիդ նվիրիր։ Դե իհարկե, ես այս սկզբից պետք է գլխի ընկնել և միանգամից երկուսին էլ նվիրեի սիրտս։ Սիրելի հայրիկ, դու մեր տան շունն ես, մեր հույսն ու ապավենը։ Գիտեք հենց նոր ինչ պատահեց, սրտումս հայրիկիս հետ տեղավորեցի, բայց այ քեզ բան, դեռ ահագին տեղ կա այնտեղ, էլ ում նվիրեմ իմ սիրտը։ Քեզ հարազատ մարդկանց նվիրիր։ Լավ, իմ սրտում թող տեղ գտնեն իմ բոլոր հարազատները, իմ հարևանները, իմ ուսուցիչները, բոլորը։ Իսկ դու չես ուզում այնտեղ տեղ գտնեն նաև չար մարդիկ։ Չար մարդիկ, իսկ արդյոք սիրտը դրա համար է։ Երբ դու այդտեղ բնակեցնես չար մարդկանց, ապա մի այսպիսի պայման կապիր նրանց հետ։ Ինչ պայման կապենք չար մարդկանց հետ։ Ես դա անօգուտ և անիմաստ եմ համարում։ Մի այսպիսի պայման, եթե նրանք վարյանան, ապա տեղ կգտնեն քո սրտում, էլ չնեղացնեն երեխաներին, չաղտոտեն բնությունը, չարիք չգործեն։ Լավ,
Սրտումս թող նրանք էլ տեղ գտնեն, բայց միայն պայմանով։ Բարություն արեք միշտ, քանի դեռ կաք, քանի դեռ դուք դրա հնարավորությունն ունեք։ Աշխարհների ինը կդառնա։ Երբ մարդուն ներսում ամեն ինչ զատ, առաջինների մարդը կմնա։ Երբ մարդիկ իրար էլ չեն կոտորում, մոլուսկներ են միշտ լքի նրանց, և կմտածեն, որ նորը ստեղծի, էլ չեն ավելի ստեղծակում։ Ես հավատում եմ, որ կգա մեկ օր, երբ մարդը էլի բարի կդառնա և կստեղծի նորից մի նոր միջավայր, որտեղ չարների հեռվում կմնա։ Ես հավատում եմ, օրերից մեկ օր մանուկը կրկին մանուկ կդառնա, երեխան կապրի պարզ երկնքի տակ և հոգին նրա մաքուր կմնա, որ փոքրն իրեն մեջ ամարի և տարեցնեն կյանքի դաս չի տա, ու սեր չի երկի մանուկն իր կյանքում և սիրուց բողոք նա չի ունենա։ Եվ կհասկանա աշխարհում այս մեծ տարիքի արժեքն իր յուրաքանչյուրը և չի դժգոհի կյանքից անհեթեթ, աշխարհում նա, ով չունի իրենը։ Ես հավատում եմ, որ կգա մեկ օր, երբ սերը կրկին անկեղծ կդառնա, սիրով սրտերում երբեք ու երբեք կեղծիքն իր տակ էլ չի ունենա։ Եվ մարդիկ կապրեն ուրախ, երջանիկ, թշնամուց ոչ ոք էլ չի վախենա, քանզի մարդկության հոգում ու սրտում չարիքն իր տեղը էլ չի ունենա։ Հայաստան, ահա տունն ամեն մի հայի, Հայաստանի Հանրապետություն, ահա այսպես ենք մենք անվանում, այդ պետությանը, մեր բնարանին, մեր հայրենիքին։ Այս 4 տարիների ընթացքում մեր ուսուցիչները ջանք ու եռան չեն ունել,
մեզ հայրենասիրական ոգով դաստիարակելու համար։ Մենք այս տարիների ընթացքում հասկացանք, որ մեր հայրենիքն է յուրաքանչյուրիս տունը, իսկ մեր տան պաշտպան ու պահապանը հենց մենք ենք։ Հայաստանը մեր անունն է, ազգանունն է, մեր ուժ տվող զորությունն է, մեր հինը և նորությունն է, մեր լեզուն է հայբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն։ Եվ այն տունն է, որ շինել է պապիս պապը, անդուր ջանքով ու տանջանքով, քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտինքը թուղ ճակատին ձուլել է նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր, չի մտնել իմ նոր տունը, չի ջնջել իմ անունը, ազգանունը, իմ լեզուն ու այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ ամուրությունն է իմ տան, և միասին կոչվում է հայ ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին նոր քարեր պիտի դնեմ, նոր դարեր պիտի դնեմ, որ գնարով հզորանա, ծլարցակի ու զորանա, որ միշտ պահի իմ անունը, ազգանունը։ Իմ այլ լեզուն այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ կյանքն ու խորհուրդն է տան, և միասին կոչվում ենք հայ ու Հայաստան։ Թող աշխարհը այնպես պատտվի, որ իմ սերը ես պատահվի, իմ երկիր անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատտվի, որ իմ սերը ես պատահվի։ Բաց աչքերով թե նայեն
վիրաբարության, հոգատարության և անվերջ մեր ոգին լինելու համար։ Մեր սիրելի ուսուցիչներ, որքան ենք բարձրացրել ձեզ, բայց միշտ ներում ենք ստացել։ Մեզ համար եղել եք և ընկեր, և ծնող, և ուսուցիչ։ Դուք մեր գիտության սերմնացաներն եք, հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել, և ամեն գրագետ մարդ պարտական է իր ուսուցչին։ Այսօր ամեն մեկը խոնարհվում ենք ձեր վաստակի առջև, ինչքան էլ անցնի ժամանակ, երբեք չենք մոռանա այն սերն ու հոգատարությունը, որ մեզ եք տվել, և շարունակելու եք տալ էլի ու էլի։ Այսքանով ավարտվեց մեր 4-րդ դասարանի ավարտական հանդես։ Ինձ ամեն ինչի սկիզբը լավ տրամադրությունն է։ Մաղթում ենք ձեզ լավ տրամադրություն, միշտ և ամեն։ Ողջ աշխարհը գիտի հայր, նպարտ ապրել եք, փառք մեր հավատքին, մեր հզոր կամքով ու միասնությամբ կպարենք պապերին ու մեր երկիրը սրբությամբ։ Կյանքի դժվար ուղին արել, սովորեցրել է ամուր կանգնելու։ Պետք է ստեղծել երկիր երազիր, մենք հո պաշտպանն ենք, հող մեր հայրի։ Հայր ոգի երբեք չեն կոտրի, մեր գներում արյան սուտ կանչն է։ Իմ երկերում մեզ հայ է, Աղոթքներում ես հայ եմ, Օտար հողում ես հայ եմ, պատիվը մեզ ես հայ եմ։ երկիրը Հայաստանն է, հայր է
Հարգելի ծնողներ, սիրելի աշակերտներ, Ընկեր Նալբանդյան, շնորհավորում եմ ձեզ, դուք մեկ սերունդ ևս ճանապարհում եք դեպի հիմնական դպրոց, ձեր վաստակը մեր դպրոցում շատ մեծ է և ոչ մեկի համար գաղտնի չէ, որ ընկեր Նալբանդյանի սաները և առհասարակ նրա դասարանները միշտ տարբերվող են և մեր սիրելի ընկեր Նալբանդյանը իր հանգստությունը փոխանցում է իր աշակերտներին և ինչ եմ այդպես ասում, որտեղ ես ինքս դասղեկական դասարան եմ ունեցել, ընկեր Նալբանդյանի դասարանն է եղել և ես դա միշտ մինչև վերջ զգացել եմ։ Շնորհավորում եմ սիրելի ընկեր Նալբանդյան, մենք համոզված ենք, որ դուք սեպտեմբերին կընդունեք ևս մեկ սերունդ, այնպես որ ձեզ հրաժեշտ չենք ասում, իսկ երեխաներին կանաչ ճանապարհ եմ մաղթում և սիրելի աշակերտներ, ձեր դասարանը տարբերվող դասարան է եղել, ասեմ ինչու, որովհետև այս 4 տարիների ընթացքում ընկեր Նալբանդյանը մոր նման, իրոք, հարազատ մոր նման, անգամ եթե դասարանի ներսում ծագել են ինչ-որ խնդիրներ, հարցեր և այլն, պատկերացրեք, մենք ընդհանրապես տեղեկացված չենք եղել և իրենք իրենց դասարանով, ծնողներով մի կուռ համայնք են եղել և բոլոր հարցերը լուծել են և երբեք, այսպես ասեմ, տնօրինությանը նեղություն չեն պատճառել։ Ինչու՞ չէ, սա ևս պետք է նշենք, որպես լավագույն դասարաններից մեկը։ Հիմա սա մտածելու տեղիք է տալիս, թե 5-րդ դասարանում ինչպիսի ուսուցիչներ այստեղ պետք է դասավանդեն, որպեսզի ընկեր Նալբանդյանի խառնվածքին համահունչ լինի։ Եվ իհարկե համոզված եմ, որ երեխաները նույն ջանասիրությամբ սովորելու են, մենք վերջերս տնօրինության կողմից գրավոր աշխատանքներ տվեցինք դասարանում և բավականին լավ արդյունքներ ունեցանք, կարծում եմ այս արդյունքներով իրենք կփոխադրվեն 5-րդ դասարան և նույն ձևով չշարունակեն, ոչ մեկ իր արդյունքը չի վատացնի։ Ուզում եմ նշել նաև, որ բացի դասվարի աշխատանքից դասարանի հետ աշխատած ուսուցիչների վաստակը ևս մեծ է, մեր շատ սիրելի ուսուցիչներ շախմատի, նկարչության, ռուսաց լեզվի, գերմաներենի, երգ, ֆիզկուլտուրա, ուսուցչի օգնական, ինչու չէ, միահամուռ և ընկեր Հակոբյանը մեր և այս բոլորի միահամուռ աշխատանքների ջանքերի շնորհիվ է, որ մենք ունենք հրաշալի դասարան, ինչպես նաև ամենամեծ աշխատանքը ես կասեմ ծնողներինն է, եթե մեր ծնողները տանը հետևողական չաշխատեն իրենց երեխաների հետ, դպրոցում մենք ինչ որ տալիս ենք, դա տեղ չի հասնի։ Եվ ծնողներին ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ բոլոր հարցերում այս 4 տարիների ընթացքում եղել են իրենց դասվարի ընկեր Նալբանդյանի կողքին։ Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր երեխաների կրթությունը և դաստիարակությունը վստահել եք մեր դպրոցին։ Դահլիճում ես տեսա իմ նախկին աշակերտներից Ռոստոմյանը, Օհանջանյանը չկա, չէ, չի եկել։ Մեզ համար շատ հաճելի է, որ մեր աշակերտները, ովքեր ավարտել են այս դպրոցը, ևս իրենց երեխաների կրթությունը և դաստիարակությունը վստահել են մեր դպրոցին։ Դա խոսում է այն մասին, որ այդ աշակերտները մեր դպրոցում տեսել են, այսինքն վերցրել են շատ բան և ծնողները և իրենք, որ իրենց երեխաներին ևս վստահել են մեզ։ Այնպես որ շատ շնորհակալ ենք սիրելի ծնողներ, ձեր հետ աշխատանքը մենք կշարունակենք հիմնական դպրոցում, իսկ ընկեր Նալբանդյանին մաղթում եմ, որ սեպտեմբերից ինքը ևս մի այսպիսի հրաշալի դասարան ստանձնի և մինչև վերջ նորից հասցնի 4-րդ դասարան։ Շնորհակալություն։ Ոչ միայն մեր ծնողների, այլ նաև մեր բարիքների անունից որին շնորհակալություն ձեզ ընկեր Նալբանդյան, շատ կարևոր է առհասարակ խոսվեց վստահության մասին, այն որ մենք վստահում ենք մեր բարիքներին Բերյան բացուն դպրոցին, դա բնական է, միանշանակ է, բայց շատ կարևոր է նաև հենց
ով է հիմքը դնողը եւ մեր բախտը բերել է բնականաբար, որ Ընկեր Նալբանդյանը այս 4 տարիներ անցկացրեց մեր բարիկների կրթման, դաստիարակման, ուսուցման ամենափայլուն ու ակտիվ շրջանը մենք վստահեցինք հենց ձեզ։ Ես ունեմ նաև ինքս պարզ օրինակ, իմ բարիկը տեղափոխվեց բնականաբար ու հիմնական պատճառը Ընկեր Նալբանդյանն էր։ Մի քիչ ուզում եմ կներեք։ Շնորհի շնորհակալություն ձեզ Ընկեր Նալբանդյան եւ ամենակարևորը հիմքը առողջ է դրված երեխաների։ Դա իշնորհիվ ձեզ է, իշնորհիվ ձեր կատարած աշխատանքի է եւ հպարտությամբ կարող եմ ասել նույնիսկ այն նոր բարիկների, ովքեր պետք է ձեզ մոտ այցելեն ձեր դասարանում լինեն, իրականում եւ ծնողներին եւ բարիկներին մեծ հարգանք է մատուցվելու, որովհետեւ մեթոդը, որը կիրառում է Ընկեր Նալբանդյանը, դա մաքսիմալ հոգատարությունն է։ Անկեղծ եմ ասում, որովհետեւ ամեն երեխայի հետ հյուրովի եւ կրթության առումով եւ մոտեցման առումով խորի շնորհակալությունը ձեզ։ Բարերը միևնույն է քիչ է, ինչ էլ որ ասեք, քիչ է լինելու։